Սիրելի բարեկամներ, 2 օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում խոսել է մի քանի էական հանգամանքների մասին, որոնք առնչվում են ու վերաբերում են Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների կարգավորման հեռանկարին։ Առաջինը, Ադրբեջանի նախագահը բացառել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը, նրանց դատավարությունը համեմատելով Նյուրնբերգյան դատավարության հետ, սրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ, ըստ էության, այս փուլում բացառելով նրանց հնարավոր վերադարձը։ Սա հատկապես ուշագրավ է այն առումով, որ այդ հարցազրույցը տրվում է եվրոպական մայրաքաղաքներից մեկում, ուղղված չէ ոչ միայն ներքին լսարանին, այլև ուղղված է առաջին հերթին եվրոպական լսարանին։ Սա շատ կարևոր հետևությունների հանգեցնող հայտարարություն է։ Երկրորդը, նա խոսում է թրիփի հետագա կարգավիճակի մասին, խոսում է ընդհանրապես Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների հեռանկարի մասին, անվանելով այն դարձյալ Զանգեզուրի միջանց և բացառելով ըստ էության դրա վերաբերյալ հայկական ընկալումները։ Եվ երրորդը, ինչը ամենակարևորն է և իր իսկ բառերով ամենից վերջին նախապայմանն է, Ադրբեջանի նախագահը հստակ արձանագրում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կարող է կնքվել միմիայն այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոփոխվի և Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ ենթադրաբար կամ իրենց պատկերացումներով առկա են դրույթները, որոնք շոշափում են կամ կարող են աղերս ունենալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ կասկած ունենալուն դրանց չեզոքացմանը։ Այլ կերպ ասած, պետք է բացառել մինչև խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, իսկ խաղաղության պայմանագրի կնքումը ըստ Ալիևի դա հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ իրականացնելով։ Այսինքն սրանից ինչ հետևությունների հանգենք։ Սրանից պետք է հանգել այն հետևությունների, որ Հայաստանում վարվող խաղաղության հաստատման քարոզչությունը փուչիկ է, միտված է նախընտրական տրամադրություններ գեներացնելուն, միտված է Հայաստանի Հանրապետության բնակչության ուղեղը լվանալուն և միտված է վերարտադրվելու համար համապատասխան հող ստեղծելուն։ Սիրելի բարեկամներ, մենք պետք է լուրջ հետևություններ անենք այս ամենից և հասկանանք շատ պարզ ճշմարտությունը։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանին վճարել այն գինը, որը նա պահանջում է խաղաղության համար։ Իհարկե, խաղաղության համար պետք է պայքարել ու ամեն ինչ անել հասնելու դրան, բայց արդյոք մենք պատրաստ ենք կատարել Ալիևի բոլոր պահանջները։ Չգիտեմ։